Դավորի ջոկատնենք, հոյնոք ջոկատնենք, դեք ջանի ռոդարի շոկոլադե ճանապարհի հեքիաթը։ Դել ենք, քննարկել ենք շոկոլադե ճանապարհով, եկել ենք, հասել ենք խոհանոց։ Իսկ խոհանոցում մենք թխելու ենք քաղցր բիսկվիտներ։ Իսկ բիսկվիտներից թխելու ենք մեր քաղցրահամ ճանապարհը։ Ներկայացնել շոկոլադե ճանապարհ հեքիաթը։ Մենք կպատմենք այդ հեքիաթի մասին։ Քաղաքում 3 եղբայրներ են ապրում։ Նրանց հետ մի հրաշալի հրաշք տեղի ունեցավ։ Մի անգամ նրանք գնացին ման գալու Եվ տեսան մի անհասկանալի ճանապարհ։ Այդ ճանապարհը փայլուն եւ շագանակագույն էր ամբողջովին։ Պարզվեց, որ դա շոկոլադե ճանապարհն է։ Երկու տղաներ էին, ուտում էին ամբողջ ճանապարհը մինչև գիշեր ուտում էին։ Ուզում էին իրենց հարցեր տալ։ Մեկը ասեց, որ հաստատ տախտակներից չէ։ Սարսափից չէ։ Սկսեցին ճպստել եւ հասկացան, որ շոկոլադից է։ Նրանք կորցրեցին մի վայրկյան և սկսեցին լպստել ճանապարհը մինչև գիշեր։ Հետո նրանք հանդիպեցին գյուղացու։ Ասեց, որ նրանց կտանի իրենց տան մոտ, ունի բառետա իրենց տան մոտ։ Ու ասեց նա, որ կտանի ուղիղ տան մոտ, ոչ թե նրանց քաղաք։ Դա շատ ուրախություն էր նրանց համար, որովհետև նրանք մոլորվել էին այդ ճանապարհը ուտելով։ Բայց հետո, երբ նրանք դուրս եկան և նայեցին սայլակին, տեսան, որ դա թխված քաբլիկներից է ծագած և սկսեցին ագահորեն ուտել։ Մենք նույնիսկ սայլակի անունները կերան։ Դե ինչ, սկսենք մրգերից պատրաստել մեր ճանապարհը։ Մեր ամեն գործի